Ես այն մարդն էի, ով կորցրեց հայրենիքը, բայց հիշողությունը վերածեց արվեստի։ Աշխարհը ինձ ճանաչեց որպես Արշիլ Գորկի, բայց իմ իրական անունը Ոստանի Կադոյան է։ Ես ծնվել եմ 1904 թվականի ապրիլի 15-ին Վանում, որը կարճ ժամանակ անց պիտի արյունահեղվեր իմ աչքերի առաջ։ Ես դեռ երեխա էի, երբ Օսմանյան կայսրությունում սկսվեցին հայերի կոտորածներն ու տեղահանությունները։ Ես տեսա սով, փախուստ, կորուստ եւ ամենասարսափելին մորս մահը։ Այդ պատկերները երբեք չհեռացան իմ ներսից։ Տարիներ անց մարդիկ ասում էին, թե իմ նկարները չափազանց ցավոտ են, չափազանց տարօրինակ, բայց նրանք չէին հասկանում։ Ես պարզապես նկարում էի այն, ինչ ողջ կյանքում գրում էի իմ մեջ։ Քչերը գիտեմ, որ Ամերիկա գահացնելուց հետո ես երկար ժամանակ թաքցնում էի իմ իրական անցյալը։ Ստեղծեցի նոր անուն, նոր կենսագրություն, նույնիսկ նոր կերպար։ Ես ասում էի, թե եվրոպական մեծ դպրոցների հետ կապ ունեմ, որպեսզի կարողանամ մեկտեղվել այդ բարդ ժամանակաշրջանում։ Բայց որքան էլ փոխեի անունս, իմ ներսի հայը չէր լռում։ Ես դարձա այն մարդկանցից մեկը, ով փոխեց ամերիկյան ժամանակակից արվեստի պատմությունը։ Իմ արվեստանոց եկան երիտասարդ նկարիչներ, ովքեր հետո պիտի դառնային համաշխարհային անուններ։ Նրանց թվում էր նաև Ջեքսոն Փոլոքը։ Իմ կյանքը հեշտ չէր։ Հաջողությունը եկավ դանդաղ, իսկ դժբախտությունները մեկը մյուսի հետևից։ Իմ արվեստանոցում հրդեհ բռնկվեց, որը ոչնչացրեց տարիների աշխատանքը։ Հետո ավտովթար եղավ, որի հետևանքով ես գրեթե կորցրի նկարելու հնարավորությունը։ Իսկ դրանից հետո իմ կինը հեռացավ ինձանից, թողնելով ինձ հիշողություններիս ու լռության հետ։ Քչերը գիտեմ, որ իմ վերջին տարիներին ես գրեթե անդադար վերադառնում էի մանկության պատկերներին, նկարելով կորցրած աշխարհի զգացողությունը։ Ասես փորձում էի կտավի վրա փրկել այն, ինչ պատմությունը խլել էր ինձանից։ Իմ արվեստը երկար ժամանակ շատերը չէին հասկանում, հետո հասկացան, որ այնտեղ կա մի ամբողջ ժողովրդի ցավ, գաղթի հիշողություն եւ մարդու պայքարը չկորցնելու իր ինքնությունը։ Ես ապացուցեցի, որ նույնիսկ ամենամեծ կորստից հետո մարդը կարող է ստեղծել մի բան, որը կկապլի իրենից երկար։ Ես Արշիլ Գորկին եմ, եւ իմ կտավներում դեռ ապրում է այն Հայաստանը, որը ես կորցրեցի, բայց երբեք չմոռացա։ Եթե ցանկանում եք բացահայտել մեր մեծերի իրական պատմությունները, այն ճշմարտությունները, որոնք հաճախ մնում են գրքերի տողերից դուրս, բաժանորդագրվեք Հայրենասեր TV YouTube-յան ալիքին։ Այստեղ մենք պատմում ենք ոչ միայն նրանց հաջողությունների, այլ նաև նրանց ապրած պայքարի մասին։